Այսօրվա քննարկումն այն մասին է, թե վերջին 7 տարվա մեջ ինչ խախտումներ են եղել։ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը թքած ունի օրենքների, օրինականության, սահմանադրության վրա։ Իսկ ո՞նց է լինում, որ անընդհատ դուք ուզում եք լավ բան անեք ու կործանվում ամեն ինչ։ Այն ինչ որ Հայաստանում կատարվում է, դա հակաօրինականություն է, հակասահմանադրական։ SMS-ով նշանակում է մարդ հանում է, ման տենց ապականներ, ինքը դարել է գլխավոր դատավորը։ Խաղբանտարկյալները, այս բռնությունները, եկեղեցու նկատմամբ տերորը, եղածն են կործանում։ Իմ սերունդը Ղարաբաղը բան չի տենա։ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվել։ Ընտրական համակարգի կայացումը հենց դա կլինի, երբ որ ինքը ընտրությունների միջոցով հեռանա։ Ինքներ ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր առաջարկում ենք խոսել Հայաստանի վերջին 7 տարիների պատմական ընթացքի մասին, սա զուտ պատմական ամփոփում կամ պատմագիտական դատողություն չի։ Իմ եւ պարոն Մարուկյանի համոզմամբ, այն ինչ որ հիմա կատարվում է մեր երկրում, սա զուտ դիպվածային զարգացում չի եւ ամեն գործողություն ունի իր պատմական ինստիտուցիոնալ պատճառները եւ բուն պատճառը, ինչի վերջին 7 տարիները ուզում ենք արձանագրել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի իշխանության է Հայաստանում եւ արդեն նրա 7-րդ տարում Հայաստանում արդեն այնքան շատ քաղբանտարկյալներ կան, որ արդեն ուզում է 2008 թվականի քաղբանտարկյալներին թվով գերազանցի, եթե ոչ թվով, եթե թվով չգերազանցի, ապա բովանդակությամբ եւ մարդկանց դիրքով եւ աղմկահարությամբ արդեն իսկ գերազանցել է, որովհետեւ ունենք 3 սրբազան հայրաքելական եկեղեցու քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալը բարերար, գործարար Սամվել Կարապետյանը եւ բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ։ Եվ մենք ակնհայտորեն տեսնում ենք, թե ինչպես գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի վարչակազմը թքած ունի օրենքների, օրինականության, սահմանադրության վրա եւ պատրաստ է գնալ ցանկացած հանցագործության իշխանությունը վերարտադրելու համար։ Ցավոք սրտի, որ հանրային ինչ-որ առաջադեմ շրջանակներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ հանկարծ հաղորդում չներկայացնեն։ Դանիելը իմ հաղորդումը տալի։ Հա, Դանիել ջան։ Բարբիսինը խոստացել է։ Բարի բան եմ ասում, եղբայր, հա։ Այս ամեն ինչը աշկ եմ փակում, ելնելով ինչ-որ քաղաքական եւ աշխարհակաղակական շահերից, բայց այն ինչ որ Հայաստանում կատարվում է, դա հակաօրինականություն է, հակասահմանադրական է եւ մեծ հաշվով տերոր է Նիկոլ Փաշինյանի հակառակորդների նկատմամբ, բայց այս ամեն ինչը ունի պատճառ։ Եվ այդ ամեն ինչը սկսվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հենց առաջին օրվանից իմ կարծիքով հենց ամենասկզբից խոստանալով համակարգային բարեփոխումներ, ինստիտուցիոնալ ռեֆորմներ, ընտրական օրենսգրքի փոփոխություն, սահմանադրության փոփոխություն, հրաժարում Սերժ Սարգսյանի հակով կարված կոստյումից, հա, իրենք ընթացան լրիվ հակառակ ուղղությամբ եւ հենց առաջին օրվանից սկսեցին թքած ունենալ պետության վրա, պետության ինստիտուցիոնալ կառուցվածքի վրա եւ օրենքների վրա եւ հիմա կներեք, եթե մի քիչ երկար ասացում, հիմա մեր շատ առաջադեմ շրջանակներ քաղաքասարակությունից հատկապես չգիտեմ, խրտնում են հեղաշրջում եզրիթից, չէ՞։ Այո։ Բայց հեղաշրջումը պետք չի անպայման հասկանալ որպես իշխանության բռնազավթում, իշխանությունը կարա հեղաշրջումը կարա լինի նաև շատ օրինական ճանապարհ, օրինակ պալատական հեղաշրջում։ Հիմա 1998 թվականի հեղաշրջումը ինչքան որ ինձ համար դատապարտելի լինի, բայց ինչ որ հակաօրինական բան չկար, չէ՞։ Երկրի վարչապետը, պաշտպանության նախարարը, ներքին գործերի ոնց էր կոչվում այդ Սերժ Սարգսյանի պաշտոնը չեմ հիշում, պահանջեցին նախագահ հրաժարական եղավ պալատական հեղաշրջում։ Եվ մեծ հաշվով հիմա քաղաքբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապյանն ասում է միգուցե դա նկատի ունի։ Եվ եթե մասնագիտական տեսանկյունից ենք նայում, հեղափոխություն եզրույթը շատ ավելի սարսափելի է, շատ ավելի հակաօրինական է, որովհետև հեղափոխություն եզրույթը ինձ իր պատմական բուն բովանդակությամբ նշանակում է արդեն իսկ օրենքից դուրս։ Այսինքն ուղղման եմ կարծես հեղափոխություն բացի Միքայել Սրբազանը մեղադրում էր հեղաշրջման կոչերի համար։
ինքնասա հեղաշրջում։ Քննական օրենսգրքում հեղաշրջում եզրույթ նման ձևակերպում չկա։ Խնդրեմ, շարունակի։ Այսինքն դարձում է մի բանի համար, որը քրոն արգելված չէ։ Այսինքն հեղափոխությունը մեծ հաշվով բանը ավելի սարսափելի, ավելի հակաօրինական եզրույթ է, պետք է հեղաշրջում եզրույթից տես ինչ-որ խրտնել։ Հեղափոխությունը ավելի օրենքից դուրս է, որովհետև ենթադրում է տվյալ հասարակարգի տոտալ չեղարկում եւ անցում արդեն նոր հասարակարգի, իսկ չեղարկել մի հասարակարգ նշանակում է չեղարկել նաև դրա օրենքները։ Այո։ Բայց դա մեր մոտ մի քիչ ավելի գունավոր հեղափոխություն է եղել։ Ես դրա համար եմ ասում, որ հեղաշրջում բառից տենց չխրտնեն, ու այդ բառի ամեն կիրառությունից տենց ինչ որ քաղաքական հետապնդումներ եւ քաղաքական տերոր չնախաձեռնեն։ Այս իմաստով հեղափոխություն նախաձեռնած Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ սկզբանե օրենքից դուրս էր։ Խոսելով հեղափոխության մասին եւ հետո դա ունեցավ շարունակություն։ Հիշենք ազգային ժողովի շրջափակումը եւ այդ շրջափակման հետևանքով падգամավորներին ստիպեցին ամեն ինչ անել, որ գնան նոր խորհրդանական ընտրություններին։ Հիշենք դե մինչև ստիպեցին, որ ընտրեն Փաշինյանին։ Մինչև էլի ստիպեցին Իրեմ այդ ամեն ինչը հիմա եթե Դանիել Իոնիսյանի սրտով չլներ կարող հաղորդում տալ եթե իր գաղափարական ընկերները չլինեն նույնիսկ ես ամեն ինչ ասում նույնիսկ ամեն ինչին մասնակից լինելով բայց խորհրդանի շրջափակումն էլ է մի կողմ Հիշենք դատարանների շրջափակումը, որին ես եմ ցավոք սրտի իմ ամաչելով խոստովանում եմ, որ մասնակցել եմ։ Որովհետև ասեմ ինչ եմ մասնակցել, ինձ թվում է որովհետև իսկապես երկրում հեղափոխություն է եւ ամեն ինչ արդեն հայտարարվում է օրենքից դուրս եւ մենք ստեղծում ենք նոր աշխարհ, նոր հասարակարգ, բայց ես հետո հասկացա, որ չէ։ Ապուշության հետ գործ ունենք, բայց հիմա ամաչելով դա հիմա ամոթ բան չի, բայց ամաչելով բանա խոստովանում որ ես եմ դրան մասնակցել եւ դա հենց ամենամեծ հակասահմանադրական գործողություններ, ինչի համար կարող է ապագայում պատասխանատվության ենթարկվեն Նիկոլ Փաշինյանը եւ իր կողմնակիցները, այդ թվում եւ ես, հա, ու հենց այդտեղ պետք է գտնել այսօրվա այս հանցագործությունների պատճառը։ Այն ժամանակ, երբ որ մենք առաջադեմ շրջանակներս, առաջադեմներս, լիբերալներս աշկ ենք փակում դատաների շրջափակման վրա, աշկ ենք փակում պատգամավորներին տերորի ենթարկելու վրա, պետք է հասկանանք, որ դա ինչ-որ մի օր պետք է փոխակերպվեր այսօրվա օրվա։ Այսինքն դու ուղղակի կապ ես տալիս իշխանության գալու ճանապարհը եւ դրա պահպանման, դրա պահելու շարունակական ճանապարհի միջև հստակ փոխկապակցված պատճառը հետևանքային կապ ես տեսնում, որ տենց հայեկել ուրեմն հիմա պետք է նաև սրբազաններին դատեն, բարերարին դատեն, գործարին դատեն, ով որ իրանց դեմ մի բան ասում։ Սարի գագաթից իջնող փոքրիկ ծնագնդին կանգ չի առնում։ Թվում է մեծ բան պետք է դառնա փոթորիկ վերցում։ Եթե մի հատ տաքացած հարթուկի չի հրաստվում։ Այո, եւ նաև մեզ է մեղադրում։ Բան չասի։ Ինչի համար, որովհետեւ մենք աշկ ենք փակել պոպուլիզմի վրա։ Պոպուլիզմը գործողության մեջ արդեն այս բռնությունն է, որ երկրում կատարվում է։ Աշկ փակեցինք այն հայտարարության վրա, որ եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը չի ունենա վարչապետ։ Աշկ փակեցինք այդ падգամավորներին տերորի ենթարկելու գործողության վրա։ Աշկ փակեցինք դատարանները շրջափակելու այդ հանցագործության վրա։ Հետո աշկ փակեցինք այդ Հրայր Թոմասյանի հետ այդ նուպագածի խաղի վրա։ Հետո երբ որ հասկացան, որ սահմանադրական հանրակրվետ չեն կարող անել, այդ այո ոչը հիշում եք։ Սկսվեց կոവിഡը, կոവിഡը, ինչ որ անթույլատրելի ձևով հարցը տարան ազգային ժողովով սահմանադրական։ Մենք ուզում ենք ոչի շտաբ բացենք այդ ժամանակ, կոവിഡը սկսեց, ոչի շտաբը բան եղավ, հետո հետո եկավ այդ Քոչարյանի ստորագրության թեման, բայց ճիշտ է հետաքրքիր, որ իր դրած դատավորներով Քոչարյանը արդարացվեց։ Բայց մեկ այդ ճնշումները դատարանների նկատմամբ եղան, մինչև Հրայր Թոմասյանը ուրիշ գործով դատվեց նոր։ Այս ամեն ինչը շարունակական ծին մեջ սերիայնակիցներ մենք ինչ ենք քննարկում այսօր։ Մեծ հաշվով այսօրվա քննարկումն այն մասին է, թե վերջին 7 տարվա մեջ ինչ խախտումներ են եղել, որի մի մասը չենք հասկացել այդ պահին, անկեղծ ենք։ Մի մասին չհասկանալով կարող աջակցել ենք, մի մասին մկարպից օրինակներ բերեց, մի մասի նկատմամբ կարող տարբեր ենք եղել մտածել ենք դեսա ցենց պետք է արվի, բայց ինչ որ մասից սկսած գոնե սկսել ենք հասկանալ, գիտակցել, հետ նայելով
հիմա նաև հետ նայելով հիմա մենք դրանք նաև փաստա վավերագրական ձևով, հա, մենք վավերացնում ենք, ցույց ենք տալիս սրանք, որ չէ, ոնց որ թե սա ինչ որ մի հատ մեծ շղթա է, չէ, սա հատային բան չի, որ լավ դե ասենք ինչ որ էմոցիոնալ պահա դե լայվ արե գնացեն դատարանները շրջապատել, էմոցիա, բա։ Նիկոլ Փաշինյանը չէ, ախպեր։ Вообще Որ այդտենց չի։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես ոնց դառավ վարշապետ, ինչի համար մարդիկ ինչ էին ակնկալում, չէին ակնկալում որ գա Ղարաբաղը հանձնի ճանաչի Ադրբեջանի կազմում, Հոյանես չէին ակնկալում որ գա չգիտեմ պայքարի Արարատ լեռան դեմ իրական Հայաստան կերտի, իրանից ակնկալվում էր որ ինքը պետքա գա եւ ստեղծի իրավական պետություն, որտեղ օրենքները կգործվեն, որտեղ ռեֆորմներ կլինեն սոցիալական ոլորտում, ի վերջո այդ սոցիալական անարդարություն կոչված չարիքը կմեղմվի, այդ սոցիալական բևեռվածությունը կմեղմվի, բայց մենք տեսանք որ որևէ ռեֆորմ ինքը ոչ մեն չի նախաձեռնում, ոչ ուզում է, ոչ էլ ի վիճակի է Միգուցե ինչ-որ մի փուլում ուզել է, բայց ի վիճակի չեն։ Բայց նաև մենք տեսնում ենք, որ անդադ իրանք այդ մարտարավեր են նել պետական ինստիտուտներին եւ առաջին հերթին իրավական պետության գաղափարին եւ դա անդադ մեր կողմից, քաղաքասարակության կողմից անտեսվել է։ Այո։ Դրան համարժեք գնահատական չի տրվել եւ այսօր մենք ունենք այն ինչ որ ունենք եւ նաև դրա պատճառով Այսօր նաև դրա պատճառով որ նստած են Միքայել Աջապյանը, Սամվել Կարապետյանը, այդ մարդը փաստորեն ստեղծել է մի այնպիսի իշխանություն, որը չունի հակակշիռներ, չունի որևէ վերահսկողություն, միապետ է, ինչ ուզում անում է։ Նայ եւ այստեղ բնականաբար բոլորիս մեղքն էլ կա, բայց նաև այստեղ շատ կարեւոր է, որ մարդիկ գնալով ու հերթով փուլ, խումբ սկսում են սթափվել, արթնանալ Ես գնացել էի Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման դատին, դատանի բակում բավականին շատ մարդիկ կային։ Մի մարդ ինձ մոտեցավ, ասեց պարոն Մարուկյան, հիշում եք որ ես ձեզ կոչ էի անում միանակ Փաշինյանի հետ, ելքից առաջ էր ասում։ Ասում եմ, դե դες դեմքով չեմ հիշում, ասում եմ, դե երևի հա էլի բան, ասում է, իսկ ինչ ձևեր ինքը խոսում, ինչ թիրախային, օրասենց ջանս ասում էի վաղը ճիշտ ասում, թիրախային, խփում էր կետերին, ու ես նայում էի դու ես լավ խոսում, բան ասենց ասում էի իրար հետ պետքա միավորվեք, բան տենց մենք ասում դե հա բան, դե ասում եմ բայց ո՞նց եղավ սենց, ես ինչ այսինքն այդ մարդը նույն բնականաբար նախահեղափոխության այսպես կոչված հետհեղափոխության ժամանակաշրջանի որոշակի աջակից է Ու այդ բանը իրար տեսնում ենք Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման դատաքննությանը, եւ իրար հետ արձանագրում են, որ ինչ որ փուլում դες ինչքան մարդ է արտնացել, որպես ոնց են ասում ինչ տոշնի էր խոսում, ոնց էր թիրախներին խփում ամբիոնից, այդ պոպուլիզմ այդ ինքն էլ պոպուլիզմ բառն էլ օգտագործեց այդտեղ, ու դու շատ ճիշտ ես նկատել, որ վերջին հաշվով ես նաեւ առաջին նախագահին կուզենայի ցիտեմ այստեղ Առաջին նախագահ 21 թվականին մի հատ ասուլիս արեց, ընտրությունների շրջանում էր, եւ ասեցին ինչ եք սպասում, պարոն նախագահ, բան ինքը ասեց դե բառացի չեմ կարող վերարտադրել, միտքն եմ ասում, ասեց դե Արցախը կործանել է արդեն Նիկոլը, բայց դեռ նոյեմբերի 9-ը կա էլի Արցախը կա։ Հա, բա ասեցին, բա երբ կհեռանա, ասեց դե մինչեւ Հայաստանն էլ չկործանի չի հեռանա։ Ու գիտես ինչն է բանը, որ ասենք, ասում ես մարդու ասած բաները, ինչ ասում ալ նոմա, այս ինչ վատ բան ասես, այս բան է եղել այդ ժամանակ, որ ոնց բայց Հայաստանը ոնց կարա կործանվի, չէ՞։ Դե նախկինում նաև Արցախը ոնց կարա կործանվի։ Եվ հիմա մենք տեսնում ենք հստակ, որ մարդիկ ասում են Ժորժ ջան, մենք ձեր հիմնադիր հայրերն ենք ուզում դառնանք։ Ասենք Մխիթարը, Հայրապետյան, ԲՏԱ նախարարը Հայաստանի հիմնադիր հայրերից է լինելու, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, 4 հանրապետություն են հիմնադրում։ Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Նիկոլ Փաշինյանը Դե Քոչարյան Անդրանիկին հանում են ոնց որ չի լինել հիմնադիր խոսած չի նախորդ հաղորդման ժամանակ դե չէ այդ մարդիկ ուզում են հիմնադրեն 4 հանրապետություն բնականաբար իրանք ինչ հիմնադրեն չի կարա հիմնադրվի կործանումը բայց եղածն են կործանում Ժորժ ջան հետեւաբար առաջին նախագահի միտքը ոնց որ թե սկսվել է իրագործվել կարպիս այսինքն իսկ ով է ասել որ երբ որ դուք հրճակեք որ լիորդ հանրապետություն չեք 4-րդն եք եւ հիմքերը իրավական փոխեք ով է երաշխավորում որ այդ պետությունը ճանաչվելու է
Ով է երաշխավորում, որ այդ պետությունը ճանաչվելու է այն սահմաններով, որ սահմաններով ճանաչվել էր Երրորդ հանրապետությունը։ Ով ասում, որ դուք կարող եք որևէ լավ բան հիմնադրել, որտեվ այդ ուժը հեղափոխական այդ հոսքը, հա, ինքը քանդարար է, կարծես ինքը կարող բաներ քանդի, համակարգեր քանդի։ Մի անգամ Փաշինյանն ասեց, ես կոռուպցիան վերացրինք կառավարական համակարգում, կառավարման համակարգը քանդվեց։ Ու այսինքն իրանց տրամաբանության մեջ այնա որ դե ուզում ենք լավ բան անենք, բայց դե սենց եղավ, նույնը Ղարաբաղի մասը ուզում ենք լավ բան անենք, ասենք Ղարաբաղը Հայաստանը է վերջը, սենց եղավ։ Դե ուզում ենք, իսկ ո՞նց է լինում, որ անընդհատ դուք ուզում եք լավ բան անեք ու կործանվում ամեն ինչ։ Ու անընդհատ ինձ մարդիկ գրում են կարծես։ Օրինակ, պարոն Մարուկյան, մի հատ դուք գիտեք, դե մի դե ասեք։ Սերժներ կազմակերպել, ոնց կարար սենց տար, ոնց կարար կասկադը փագրիներ մի նստարանով մեքենա չմտներ, ոնց կարար ժողովուրդ ջան, ասենք այդ հարցերի շուրջ մենք ենք մտածում։ Ես շարունակում եմ պնդել, որ ես չեմ հավատում կոնսպիրացիաներին, հասկանում ես, ասում են բառադիո տունը գրավելուց խիչ կանոնավորին, բայց չգիտեմ են։ Եվ այս հարցերը անդադար մարդկանց կեղեքելու են, պարզ սովորական այդ process-ի մասնակիցի մարչև նստածա, հիմա ինքը չի կարա ասի, եւ էլի շատ-շատերը չեն կարա ասեն։ Պարոն Մարուկյան, շատ-շատերը խոսելիս ելնում են այն բացարձակ ճշմարտությունից, որ հեղափոխությունը լավ բան է։ Բայց իմ համոզմամբ հեղափոխությունը շատ վատ բան է։ Թավշյա հեղափոխության մասին չի խոսքը, Թավշյան ճակերտների մեջ։ Հեղափոխությունը երբ է լինում։ Երբ որ համակարգը խցանվում է, փդում է եւ չի աշխատում եւ դառնում է անգործունյա եւ դա հանգեցնում է պայթյունի։ Այսինքն հեղափոխությունը վատ վիրահատական միջամտություն է, փտած ձեր ասած համակարգը բուժելու համար։ Հիմա նայեք որպես, ասենք հիմա հանրապետականները ոչ մի ձև չեն ուզում վիզարներն էս ամեն ինչ էլի որ։ Այսինքն հեղափոխությունը ինքը լավ բան չի։ Այսինքն այդ հեղափոխական վիճակը ովքեր էին ստեղծել, ոնց էին ստեղծել։ Ասենք լավ Վանաձոր համայնքը Հայաստանի երրորդ քաղաքն է էլի։ Ժամանակին 180,000 մարդ էլ ապրել։ Այդ նվազ է թուլաց է, չեմ հիմա 60,000-ի կարգի են ասում են։ Մարդ ապրում մեր քաղաքը եւ 16 թվականին ընտրություններում ասենք իդես Քրիստը դառնում է պետքա ասենք հաղթում է կոալիցիոն կառավարման քաղաքապետ պետք է լինի, բայց Սերժ Սարգսյանը, Վարան Բաղդասարյանը այնպես որոշում են իշխանությունները, որ չէ, չպետք է թողնեն, գալի գողանում են այդ մանդատագողությամբ, խլում են այդ ժողովրդի իշխանությունը եւ իրանց մարդուն ինստալացիա են անում այնտեղ։ Ու իրանք հետո զարմանում են, ասենք ժողովուրդը ոնց է դուս եկե փողոց եւ խորոված անում Սերժ Սարգսյանի հրաժարականի օր։ Իրանք զարմանում թե խիա դա տենց եղե։ Իրանք ուզում են հարցեր են տալի, բայց ոնց կարար բան հզոր արևմտյան ուժերը Նիկոլին Վեկալան բերին։ Ախպեր ջան, դուք անդադար չեք թողել, որ բնականon process-ներ լինեն, որը բերելա հեղափոխության, որ դու ասում ես վատ բան է։ Հիմա ինչի եմ ուզում ասում։ Ես ասում եմ, որ օրինակ Սերժ Սարգսյանի 7 ժամկետը չպիտի թույլ տրվեր։ Դու էլ ես ասել, ես էլ եմ ասել, ելք ֆրակցիան ունեցել է, ելք դաշինք ունեցել է, իր կոնսենսուսը այդ հարցում չպիտի թույլ տրվի։ Դա մի բան է եղել, այ կարծես Սերժ Սարգսյանի 7 ժամկետը Սերժի, Մերժիր Սերժին մասա մի բան է։ Նիկոլի վարչապետ դառնալը ուրիշ սերիա է, էլի։ Մարդիկ այս սերիաները խառնում են եւ ամեն ինչ խառնվում է իրար։ Դուսա գալի որ չեն շատ, այսինքն շատ ճիշտ է եղել, որ պետք է այդտեղ կանգ լիներ իշխանապողություն։ Ես մի հատ հայտնի խայտարակ էմոցիոնալ ելույթ ունեմ այդ երրորդ ճանապարհը որ ասում։ Բայց այդ ժամանակ ինչ է ասում, ասում է Ժորժ ջան, երկու կողմերն էլ գնում են վաբանկ, չեն զիջում իրար, դե վերջում Սերժ Սարգսյանը զիջեց, չէ՞։ Բայց այդ վաբանկը կարաբերի անունայության։ Այդ փողոցներում մարդիկ այդ օթի լարումը կար։ Այդ է ասում եւ այսինքն ինքը զիջեց, այդ անունայությունը չեղավ, եղավ իշխանապողություն, Նիկոլո դարավ վարչապետ։ Եթե Սերժը վերակալ է տվել է։ Այսինքն շատերը կան, ես ասում եմ, թող ինքը Քոչարյանի պես մարտի մեկ աներ, բայց չլներ հեղափ։ Ժորժ ջան, չէ, բայց մինչև թող այդ չբաժանեին ընտրակաշարք, չկեղծեին ընտրությունները, թողային քաղաքական համակարգ առողջ լիներ, պետություն լիներ, էլի։ Ասեք, մարտի 1-ից համեմատությունը սխալ է, որտեղ մինչև մարտի 1-ը Հայաստանի պետական համակարգը շատ ուժեղ էր։ Կարարյան այդպեսի բան թույլ տար, բայց այդ մարտի 1-ը, նույն մարտի 1-ը, հետո նաև 2016 թվականի Սասնա-Ծռերի ապստամբությունը եւ ելի մի քանի գործընթացներ պետական համակարգը շատ թուլացրել էին։
ճեղքեր կային։ Սերժ Սարգսյանը այլևս ռեսուրս չուներ գնար ուժային գործողությունների եւ եթե չզիջեր Հայաստանում լինելու էր արնայողություն, ավելի վատ արնայողություն, քան մարտի 1-ին եւ նաեւ կարող է լինել Ադրբեջանի կողմից միջամտություն արդեն սահմանի եկայնքով եւ այն ժամանակ Ղարաբաղի ուղղությամբ վատ զարգացումներ լինեին։ Բայց ինչևից է այս Նիկոլ Փաշինյանի ամենակարող անսպառ լիազորություններով կարգավիճակը օդից չի ընկե։ Համակարգի սկզբանե այդպեսին է եղել։ Նիկոլ Փաշինյանը պետքա գար փոխեր եւ դրսեւորվեր որպես խելամիտ պետական գործիչ եւ ինքն իր իշխանությունը սահմանափակեր անոնապագա սերունդների, չէ՞։ Այո։ Այդ ամենակարող, բայց ինքը եկավ ընդլայնեց։ Ինքը եկավ ընդլայնեց։ Ուզում եմ ասել, այդ համակարգային խնդիրի սկզբանը եղել է, դա Սերժ Սարգսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Նիկոլ Փաշինյանը փոխարեն գար դա փոխեր, ինքը ընդհակառակը եկավ եւ ուրախացավ, ասում է, Սերժ Սարգսյանը կյանքը վայելում էր падավատներով, բանով ամեն ինչով, բայց ես ինչ պակաս տղա եմ, ես հիմա վայելեմ, ու սկսեց այնպես վայելել, լիազորությունները ընդարձակել եւ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, քանի որ ինքը ուներ ժողովրդական աջակցություն, նաեւ այդ ժողովրդական աջակցությունը թույլ տվեց նրան դառնալ հրեշ։ Իսկ Սերժ Սարգսյանը մի քիչ ավելի զսպված էր, մի քիչ ավելի հանգիստ էր, քանի որ չուներ ժողովրդական աջակցություն եւ լայն զանգվածների կողմից ատելի էր։ Այսինքն տեսնում ենք էլի այս ամեն ինչի։ Այսինքն լավ կարծես մեր երկիրը անեցքի տակա չպետք է ունենա ժողովրդական աջակցությամբ ղեկավար, որը լինի նորմալ ղեկավար։ Այսինքն մենք հիմա ասում ենք, որ ժողովրդական աջակցությունը փչացնում է, հա, մարդուն, այն վաղ որ նա չուներ, հա, կշռադատված էր իբր թե ես իմ ինչ, հիմա այս մեկն էր, որ ուներ ժողովրդական աջակցություն, նկարները սրբադասել էին, չգիտեմ ինչ էին անում, դրել էին աղոթում նկարների դեմը, այդ էլ բան է։ Պարմանական, եթե մենք ապրեինք եվրոպական հողի վրա, Եվրոպայի կենտրոնում, ես այսպես կպատասխանեի, որ սա բնականon էվոլյուցիան ընթացք է, դեպի արդեն ավելի կայացած հասարակարգ ուղղակի այս մեր ընթացքը արանք շատ արյունոտ է լինում եւ շատ կործանար, որովհետեւ տարածքներ ենք կորցնում, պատրաստվում ենք պարտվում եւ այլն։ Եվ այս առումից համար մենք պետք է մի քիչ այդ ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի մասին խոսելիս առաջնորդվելով պետության շահերից մի փոքր զգուշ լինենք եւ ավելի հավասարակշռված, ես չեմ ասում որ Հայաստանում չպետք է լինի ժողովրդավարական, բայց նաեւ լինելով ժողովրդավարական պետք է հաշվի առնվեն անվտանգային մարտահրավերները եւ ժողովրդավարությունը եւ ժողովրդավարության առաջ բերած խնդիրները չդարձնենք մեզ համար, իրեմ աղետի պատճառ, բայց նաեւ ժողովրդավարական երկիր լինելու համար, ինչպես եթե չեմ սխալվում Չերչիլն է ասել, պետական կառավարման համակարգը լինի ավտորիտար, այսինքն նորմալ ժամացույցի ճշգրտությամբ գործող համակարգ, որտեղ այդ կամայականությունները, այդ չգիտեմ, այդ անլուրջ բաները չպետք է լինեն, որոնք կան որ Փաշինյանի կառավարությունը, բայց նաեւ ախր երբ որ ասում ենք ժողովրդավարություն, սրանց ասած ժողովրդավարությունը շատ ձևախեղված ու այլանդակ մատ հասկացություն ոնց է խոսում լեգիտիմ ընտրված վարչապետի մասին, դա ապուշություն է, լեգիտիմ ընտրված։ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը դա պոպուլիզմ է, պոպուլիզմի ժողովրդավարությունը մեծ հաշվով նույն բառն են, ուղղակի մենք ենք տարբեր իմաստներ տվել։ Այո։ Հա, ես հիշում եմ այդ մատ դեպքը էլի, որ գյուղացիները եկե բողոքում են, ինչ որ քասախոփում են կառավարության դռանը։ Այդ ուժեղ դեռ օրինակ։ Լրագրողը հարցրեց, բա դուրը ջարդում են, բա իրանց դուրն է ջարդում են։ Իսկ հիմա կարող են մոտենալ այդ դռանը։ Իսկ ինչպես որ ազգային ժողովի դարպասներն էր բացել, ժողովրդը այգին վայելի, սաբաստիոնային այգի է։ Այսինքն ժողովրդավարություն ասելով իրանք հասկանում են ծիսակարգ, ձև, պոզա, TikTok-ում ինչ-որ լուր նստել, հեծանիվ քշելով, փողոցում քայլելով, ու գիտեք, ստակմատ հետ խորթային տարածքի եկեները մատ ողբերգություն ունեն։
Իրանք sense ագահությամբ եւ չտեսությամբ նայում են եվրոպական երկրներին, այդ եւ մենք այն ժամանակ նայում ենք։ Դա տեսնում ենք սկանդինավյան երկրների մոտ նախարար հեծանիվով ա գնում։ Ոյ, պատկերացնում ես, բաշուտ դա Սարգսյանն եսի ինչ, հա, ինչ անենք։ Դա նույն օրինակ Դանիայում դա ինչ-որ առանձնահատուկ բան չի, ուղղակի համակարգը, միջավայրը, կյանքի տեմպը հանգիստրել է նրան, որ դա նորմալ բան է այնտեղ, բայց երբ որ մեր մոտ են դա անում, ժողովուրդ ջան, դա արդեն նորմալ բան չի, դա բան է, պոպուլիզմ է, որովհետև մեր համակարգը, մեր միջավայրը այդպիսի բան է, այդպիսի կենցաղ դեռևս չի ենթադրում, դա անում են պոպուլիզմի համար, դրա համար հիմա շատ ադրբեջանցիներ եւ շատ ղազախներ, բելարուսներ շատ բարի նախանձով են նայում Փաշինյանին, օրինակ մտ ադրբեջանցի գրել է, երբ պետք է Ադրբեջանի նախագահ հեծանիվ քշի, երբ պետքա բան TikTok նկարի, ես էլ ուզում եմ ու գրեցի այդ ադրբեջանցիներում, հա, Սերժ Սարգսյանի ժամանակ մենք էլ ենք այնպես չտեսություններով տարված, հիմա ունենք վարչապետ, որը հեծանիվ է քշում, որը TikTok-ը նկարում, որը ոտքով քայլում է, մարդկանց հանդիպում է, բայց զուգահեռ իրականությունում հայ առաքելական եկեղեցու քաղաքական հակառակորդների նկատմամբ տերոր է իրականացնում։ Այսինքն այդ հեծանիվ քշելը իրական չի, սկանդինավյան երկրներում դա իրական է, որտեղ համակարգը պատմական էվոլյուցիան հանգեցրել է դրան։ Իսկ մոտ ինչ-որ դա արհեստական չտեսություն է, որը անում են ինչ-որ զանգվածների վրա տպավորություն գործելու համար։ Այսինքն ժողովրդավարություն ասելով իրանք էս են հասկանում, բայց ժողովրդավարությունը ախր կրոն չի։ Այսինքն ձևի մեջ են էլի խորացել կարծես, այսինքն այդ ձևը էլի որ տենց պոզա։ Արմեն Գրիգորյանի համար ժողովրդավարությունը կրոն է։ Բայց ժողովրդավարությունը կրոն չի, կառավարման համակարգ է։ Ժողովրդավարություն, ասում ենք ժողովրդավարություն հասկանում ենք անկախ պարլամենտ, անկախ դատարաններ։ Եվ ի վերջո անցած հաղորդման ժամանակ քննարկեցինք ժողովրդավարական համակարգում բացառվում է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը թաքցվի հանրությունից։ Այո։ Դա ամենահակա ժողովրդավարական քայլն է։ Եվ ես նայ որ դու բացում էիր այս էպիզոդի ժամանակ, ասացիր, որ Փաշինյանը եկել էր, որ ռեֆորմներն անել, այս ռեֆորմը, բայց չարես բան, բայց մենք մոռանում ենք, որ նաև հոգևոր տեքստեր էին տալու մարդկանց, տալիս էին հոգևոր տեքստեր, այնց ինչ որ սիրում ենք բոլորիդ, պարտանում ենք բոլորով այդ սա սիրո, համերաշխության, հնազանդության, ասես բանը պուշիստի մի հատ վիճակ, վերջում, հա, հիմա ասենք այդ սիրուց, որ իբր կարող չի եղել սերը երբեք։ Ես ասեմ, այդ սիրուց որ իբր այդ սերը կար, ինչ է մնացել, ում են սիրում։ Ասենք ես մի հատ այդպես բան ունեմ նկարած, որ ասում եմ, լավ ասում եմ, Յաշիկ քշողներին ասում եք չեք սիրում, Range Rover քշողներին ասում եք չենք սիրում, չէ՞ մի հատ գնաց ելույթ ունեցավ, չէ՞, Յաշիկը, Range Rover-ը, Յաշիկ, Range Rover-ը, Range Rover-ը, ավտոներ քշողներին ատում են։ Պետքա բռնագանձենք բանման ու իրանք սա արդեն քշում են տենց ավտոներ, բայց ուտեղ ասում ես ախպեր, բայց լավ դե դուք ում եք սիրում, Opel քշողներին ասիք համբալ, Յաշիկ քշողներին ասում եք պետք է բռնա, ասենք ինչ եք սիրում դուք, դե չէ՞ ցանի քշող եք սիրում։ Իրանք սիրում են իրենց կյանքը այս պայմաններում։ Ապրես, իրանք սիրում են լավ ապրել ձեր հաշվին ժողովուրդ, ձեր հաշվին։ Եվ քանի որ հենց իշխանության գալուց հետո սկսեցին լավ ապրել։ Դրանից չեմ բաժանվի։ Կներես իմ բան հիշեցի, ոսկե ցլիկի մեջ ասում է, Պանիկովսկին ասում է, մի մարդ էր, որը որոշել էր ապրի ժողովրդի հաշվին։ Բայց հաշվի չէր արել, որ ժողովուրդը դեմ է, որ ինքը ապրի իրանց հաշվին։ Այդ բանը Բենդերը որ նկարագրում է, էլի Պանիկովսկին, սպանում, ասիկին նայում ես, ասում ենք, ասես մոտիկ Պանիկովսկիներ են։ Եվ այսօրվա օրը որտեղ գազ գողանալու տեղը, ասենք, անիվ բան ուրիշ հիմնադրամներ են լափում կոնկրետ։ Այս մեծ հաշվով էս հաղորդման ընթացքում, այս էպիզոդի ընթացքում մենք քննարկում ենք հեղափոխության արդյունքը։ Եւ հեղափոխության արդյունքը փաստորեն էս է, ինչ որ մենք ունենք, այս քաղբանտարկյալները, այս բռնությունները, եկեղեցու նկատմամբ տերորը, չասենք Ղարաբաղի կորուստ։ Նրա արդյունքում է, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, քանի որ ուզում էր ոչ թե ռեֆորմներ իրականացնել, այլ պրոստը լավ ապրել, ինչ է, ասի նորմալ բառերով եւ դառնալ Սերժ Սարգսյանից ավելի Սերժ Սարգսյան։ Ընդ որում ես այդ արքիր բան եմ նկատում, որ ԿՊ-ի ներսում բան թիմում Սերժ Սարգսյանի շատ լավ են վերաբերում իրանք։ Շատ հետարքիր բան կա ու այնց նեղ խոսակցություններում ասում են դե ինքն էլ էր ուզում ես նույն բաներն անի, բայց չուներ են դուխը
որը մենք ունենք, էլի ժողովրդական աջակցություն չուներ այս ամեն ինչն, մենք ունենք, մենք անում ենք։ Արմեն Գրիգորյանը ուրիշ բան է ասում։ Ասա հələ։ Որ պատկերացնում եք, այս ինսայդերական ինֆորմացիաներ ենք տալիս սրես։ Չէ, հրապարակային էլ ասա, ասում է, պատկերացնում եք, այս ծանր պայմաններում 44 օրյա պատերազմը եւ հետո հանկարծ իշխանության լինեին նախկինները, ինչ կներ մեր հետ։ Ինչ կլներ մեր հետ։ Գործնեինք պետականությունը պետականությունը, այսինքն պետականությունը։ Իսկ քանի որ Նիկոլներ մենք պահեցինք, եթե Սերժը եւ Ռոբերտը լինեին, պատկերացնում եք ինչ կլներ պետականությունը։ Ադրբեջանը ասում է ամբողջը կգրավեր, Սյունիքն կգրավեր։ Լուրջ եք ասում, քեզ բանը։ Իսկ երբ որ չեն գրավել դուք հանձնում եք այդ ոնց տենանք, ոնց քննարկենք դա։ Ոնց ասենք գնացել Ամերիկա միջանցքը տվեկել են ու հմեկում բանավեճա օգոստոս 7-ը թե նոյեմբերի 9-ը։ Այս ամենը ընդհանրապես համեմատ այդտենց հարց ոնց կարելի է ձևակերպել։ Ո՞վ է խմբագիր այդ հաղորդման, ասենք ոնց եք այդ հարցը ձևակերպել էլի։ Այս ինչ հարց է։ Այս ամեն ինչը նաև էլի, այս ամեն ինչ տալում եմ այդ թեմային։ Խնդրեմ, ասացեք։ Այն որ դուք այդ թվարկում եք, չէ՞, այդ կործանարար բաները, նաև արդյունքան մեր քաղաքական համակարգ, որը ձևավորվել է դեռևս 90-ականներին եւ Նիկոլ Փաշինյանի օրոք, դե ասեն Լևոնն է մեղավոր։ Այդպես հայտնի լավ թեզ կա, չէ՞, Լևոնն է սաղարել։ Դե հիմա չեմ ուզում ինչ-որ առաջին արտարացնեմ, թե չէ, Հայաստանը բարդ պայմաններով ածանվել եւ այդ բարդ պայմաններում ստեղծվել է քաղաքական համակարգ, այդ օրվա իշխանությունը մեծ ուշադրություն չի դարձրել ներքին կյանքին, արտաքին քաղաքականությամբ զբաղվել, պատերազմը մղել։ Այո։ Եվ այդ դրա արդյունքում, չգիտեմ, սոցիալական կյանքը, տնտեսական կյանքը, չգիտեմ, ներքին ռեֆորմները մի քիչ հապաղել են, ինչա օբյեկտիվ է։ Չէ՞, բայց հետո եկած իշխանությունները պետք է բանը արդեն ուշադրություն դարձնեն ներքին կյանքի վրա, չեն արել եւ ստեղծվել է այնպիսի մի այլասերված քաղաքական համակարգ, որ փոխզսպման ընդհանրապես որևէ մեխանիզմ բացակայում է եւ երկրի ղեկավարը, ասենք, ինչ կուզենա կանի։ Կգնա, չգիտեմ, Վաշինգտոնում միջանց կտա, կգնա Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի կազմի եւ որևէ փոխզսպում չկա, գոյություն չունի, այսինքն իր ձեռքը բռնող չկա։ Ու երբ որ ասում են բանը, դե Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ առաջին իշխանությունն է, որը ազատ եւ արդար ընտրությունների միջոցով է եկել իշխանության, ես այստեղ միշտ ուղում եմ ասում, մի փոքր սպասեք։ Ինքը դեռևս ընտրությունների մի րոպե հետո է տենց բան ասել։ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվել։ Այդ եմ ասում։ Չի, այ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրությունների միջոցով հեռանա, այդ ժամանակ կարող ենք Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնել, որ ինքը այդ գործը կարևոր ժառանգությունը թողել է ընտրական մեխանիզմի, ընտրական համակարգի կայացումը հենց դա կլինի, երբ որ ինքը ընտրությունների միջոցով հեռանա։ Իսկ կներես, որ ինքը միջև ընտրությունները սաղին բռնի ու էլի մենակ մասնակցի կրի ընտրությունները։ Պետք է ասենք նորմալ ընտրություններով մնացել ինքը։ Դա համար մենք դրա մասին ենք խոսել, որ ընտրությունները նախորդ մի 3 ոդկաստ առաջ էր, որ ընտրությունները, այսինքն զուտ այդ օրը առավոտ 8-ից ժամը 8-ը ընտրական տեղամաս գնալ եւ ուրնիայի մեջ այդ բանի քվեատուփի մեջ քվեաթերթիկը գցելը չի։ Այսինքն հենց հիմա նայեք ինչա կատարվում երկրում։ Հալավ չենք ասում, որ չի մկրտիչ սրբազանիզմը վարչապետ դառնա բռնելա, բայց բոլոր տեսակի ազգային ինքնության պահպանման դիմադրության օջախները վարկաբեկվում են, փորձում են վարկաբեկել եւ ջարդել այդ օջախները։ Բռնել, ջարդել, հայտարարել, վարկաբեկել։ Ես չեմ կարծում, իսկապես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը նպատականորեն կարող Ղարաբաղը հանձնել։ Այսօրվա իրավիճակը նաեւ այդ մարտարավերն էլ է ազգային բոլոր սիմվոլներին, հետեւանքան նրա անսկզբունք մարդ լինելու, որովհետև մարդը, որը չունի որևէ սկզբունք, որ չունի գաղափարներ, չգիտի որտեղ պետքա կանգ առնի, որտեղ պետքա սկսի, իրան այն ժամանակ պետք էր ոչ մի թիզական էր եւ ինչպես շատ դաշնակցականներ են ասում, ուզում են մեզնից շատ դաշնակցական լիներ։ Եվ կար։ Հետո քանի որ բանը պրինցիպներ չուներ, ընդհանրապես if հիմա կարող են մարդիկ մեղադրեն, որ մեղմ է մարդը այդում, բայց իմ համոզումը մարդուն վիրավորելու ամենախիստ միջոցը է սա, որ ասես բանը դու պրինցիպներ չունես։ Իմ համար պրինցիպ չունեցող մարդը կործանված մարդ է։ Պատերազմը պարտվեց, դառավ լրիվ հակառակը։ Եվ ստիպված դարձավ, պետք է դառնար։ Բայց պրինցիպներ ունեցող մարդը չէր դառնա, չէ՞, հրաժարական կտար կգնար։ Երբ որ հիմա Լևոնին մեղադրում են բաղկոտության մեջ, ասում են մնայր աներ հրաժարական։ Մնայր աներ, մնայր այդ պլանը աներ, այդ ինչ առաջարկում էր։ Վախեցալ փախար։ Մարտի 1-ին տնից դուրս չեկա, այսինքն ըստ իր աշխարհայացքի
իշխանությունից հեռանալը դա վախկոտություն է։ Ու նշանակում է, որ ինքը երբեք չի վախենալու, հավերժ մնալու է, հա, այդ որ ասի, ես միջև մնացի իմ մարածը։ Դե մարդը է տաս։ Է տաս։ Մեծ հաշվով ես չեմ պատկերացնում, որ ասենք իրանք մտածում են, որ բան կանենք, հեսա ընտրությունները։ Ինքը այն որ ինչ էր ասում, մեր ցուցակում կա 4-5 վարչապետի տեխնացու։ Այսինքն իրան իր գեզոնա, որ իրանց կուսակցություն անդադ է։ Այս իբր թե այսպես կոչված կեղծ խորհրդարանական կառավարման համակարգով մնան իշխանության, ու լավ դե կարան ինչ-որ պայասեն լավ ջանդամ թողնել։ Դե իրանց կուսակցությունը հեղափոխությանը մախոն դառնա։ Պարզ հեղափոխություն իրանք չեն արել։ Իրանց կուսակցությունը ԿՊ-ն հեղափոխությունը մի 10 հոգի, 10-20 հոգի են ԿՊ-ից մասնակցել, հետո վերջում մի մասը քրվում էին Facebook Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ինչ-որ պարակված վիճակում էր, հետո տեսան որ կրում է եկան սկսեցին կպնել։ Ես թվում է պետք է ամփոփենք այսօր հաղորդումը, ուղղակի մի քիչ շատ բան գնաց կարծես տես ծրված եւ չեմ կարծում։ Ընդհանուր մենք Ժորժ ջան, մենք ցույց ենք տալիս սկիզբը ոնց է սկսվել եւ ոնց է գնացել, ինչ խախտումներ են տեղի ունեցել, բարոյականության ինչ անկումներ, բայց ավարտը դեռ ոնց որ թե չեն կարողանում ցույց տալ, բայց ավարտը ինքը բան է, ողբերգական ավարտ է լինելու շատ վատ, որովհետև այն ինչ որ արվել է ու արվում է, ես չգիտեմ դրանից հետո ասենք ոնց են իրանք մարդկանց երեսին նայելու էլի։ Եզրակացությունը ո՞րն էր այս ամբողջ հաղորդումը ինչի մասին է, որ Հայաստանում կար լճացում, մարդիկ ուզում էին փոփոխություններ։ Եվ եղավ ազգային զարթոնք, որը փոխակերպվեց հեղափոխության հետևանքով եկան ուժեր, որոնք եկան հստակ լոզունգներով, հստակ խոստումներով, բայց ոչ մի խոստում չպահեցին, ընդհակառակը կործանեցին, ավիրեցին, աղավաղեցին արդեն իսկ գոյություն ունեցողը։ Այո։ Եվ ստեղծեցին ավելի վատ պայմաններ։ Հələ Սերժ Սարգսյանի ժամանակ մի քիչ ավտորիտար բաներ կային, ինքը համեմատաբար ավելի ժողովրդավարական էր, քան օրինակ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Բայց լավ, չխորնանք այդ թեմայի մեջ։ Ինչքան էլ ես ասում եմ, ինչքան էլ դրանց այդ համակարգերը վատ են, բայց ունի Ղարաբաղ կար։ Պատերազմում չենք պարտվել։ Երբ որ հիմա երկու բանը ընդդիմախոսները հավասարության նշան են, չէ՞ դնում։ Ժողովրդավարության վախճանի եւ Ղարաբաղի վախճանի միջև ես ասում եմ դուք հիմար եք, որովհետեւ Ղարաբաղը մենք հնարավոր է այլևս երբեք չտեսնենք, իմ սերունդը չի տեսնել միլուցը։ Բայց ժողովրդավարությունը մեր ներքին կյանքին վերաբերող խնդիրը, որը կարող է մի քիչ նահանջի, մի քիչ առավելություն ունենա, բայց մենք դա կարող ենք հաստատել մեր ներքին ջանքերով, բայց սրբադասել ժողովրդավարությունը, բայց իմ սերունդը Ղարաբաղը բան չի տենա, անասունությունն է դրանց միջև հավասարության նշան դնելը։ Շատ լավ ձևակերպում է անասունությունը։ Հուսով եմ հաղորդում չեն տա։ Կարան տան, բայց անվանական չես ասել ով այդ Ուզում ենք ցույց տանք հեղափոխության արդյունքը, ուզում եմ ասել, ժողովուրդ մենք պարտվեցինք։ Մենք պարտվել ենք այդ գաղափարը 18 թվականի այդ զարթոնքը պարտվել է, իմացեք։ Պարտվել է, դեգրադացվել է, այլասերվել է այդ ամեն ինչը, եւ դա օգտագործվում է ինչ որ մարդկանց կողմից իրանց զուտ իրանց լավ ապրելու համար, ուրիշ ոչ մի։ Բայց բար Մարոկյան, հիմա ուզում եմ դες բզեմ։ Այո։ Որ դուք շատ կարևոր միտք ասեք, որ ընտրեմ ժողովրդի սահմանավորած այդ գաղափարները կամ ժողովուրդը չկա, չէ՞, Նիկոլ Փաշինյանական չձևակերպենք։ Այդ ժամանակ սահմանավորված շատ կարևոր գաղափարներ մեր ուշադրության կենտրոնում են։ Եղբայր տարիներով նայեք, մենք տարիներով խոսել ենք կոռուպցիայի դեմ պայքար։ Այո, մեխանիզմներ, ինստիտուտներ։ Մենք տարիներով խոսել ենք ինստիտուտների կայացում։ Օրինակ, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լինի անկախ ինստիտուտ, որը հսկում է դատական համակարգը, դատավորներ է նշանակում, դատավորներ է հանում, եթե վատ են աշխատում, եւ ինքը ինքնակառավարվող է։ Ինչ արի Նիկոլ Փաշինյանը SMS-ով նշանակում է մարդ հանում է, ման տես ապականել է, ինքը դարձել է գլխավոր դատավորը եւ իր վրա վերցրել բոլոր դատված մարդկանց դատելու մեղքը, ինքը իր վրա է վերցրել։ Հիմա մենք խոսում ենք ինստիտուտի մասին, չենք ասում ԲԴԽ-ն պետքա սենց լինի։ Կամ խոսում ենք պարլամենտարիզմի մասին, պարլամենտական կառավարման, չենք ասում այս ապականությունը պարլամենտարիզմը։ Ինչի համար ասեցի մեր ուշադրության կենտրոնում է, որովհետեւ հենց Նիկոլ Փաշինյանը հեռացվի, նաեւ այդ հեղափոխության ժամանակ հնչած կարևոր գաղափարներ պետքա կյանքի կոչվեն, պետքա փոխվի դատական, բարեփոխվի դատական համակարգը, փոխվի սահմանադրությունը, միգուցե չգիտեմ, վերջնական մտքեր չեմ ասում։ Բարեփոխվի ընտրական համակարգը, բարեփոխվի, չգիտեմ, բարեփոխումներ իրականացվեն տնտեսության մեջ։ Այսինքն ընտրական համակարգը այսօր նիկտոների ընտրական համակարգ է ժողովուրդ։ Ժողովուրդ դուք չեք ընտրում հանրապետության նախագահ, դուք չեք ընտրում վարչապետ, դուք չեք ընտրում պատգամավոր, դուք չեք ընտրում ձեր քաղաքներում քաղաքապետ։ Դուք ինչ որ ցուցակների ձայն եք տալիս
Եվ այդ ցուցակների մեջի մարդիկ որոշում են թե ով ինչ անի։ Դուք հանրապետության նախագահ եք ընտրել։ Ասենք ով է ձեր նախագահան, տեղյակ եք գոնե ինչ անի։ Ինչ բանի է այդ մարդը։ Դուք քաղաքապետ եք ընտրել։ Եվ այս համակարգային այս ճահիճը, որ ձևավորվել է, ծայրից ծայր վերափոխման կարիք կա, դրա մասին խոսել ենք, մեխանիզմները գիտենք, նախագիծը կարամ կազմեմ տամ, ում պետքա, ոնց պետքա, հասկանու եք ժողովուրդ, այդ սաղ գիտենք ոնց դզենք։ Բայց պետքա ինչ, պետքա ձեր աջակցությունը, որ դա դզենք։ Եվ իմ վերջին նախադասությունը։ Խնդրեմ։ Ես ինչ է, ամենակարևորի մեսեջը որն է, եթե ժամանակ մենք բռնեինք Նիկոլ Փաշինյանի ձեռքերն արտահայտության պահին, ասենք կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը չունենա, հնարավոր է այսօրվա շատ նստած մարդիկ նստած չլինեին։ Այո, բայց դու այդ ժամանակ չէիր կարա բռնել ու չէիր բռնի, որովհետև այդ ժամանակ դու սկսար որ դու խաթարում ես ժողովրդի կամքի իրագործումը հեղափոխական։ Այսօր ապրող ռետրոսպեկտիվ եմ։ Այսօրվա ապրող եւ ապագայում ապրող մարդկանց եմ ասում, աշկ մի փագեք։ Այո։ Աշկ մի փագեք, այդ հատկապես մտավորականներին եմ ասում եւ ինտելեկտուալներին։ Կամ իշխանության ներսը մեղած մարդիկ այդ մի 700,000 դրամ աշխատավարձի համար ասենք բռնում է մարդեք կալանավորում, մարդեք բռնում, գործեք հարուցում, գործեք սարքում։ Հա չեք մտածում լավ եթե գուցելոր անցնել, բա հետո։ Ինչ ունի սկիզբ, ունի ավարտ, ունի վերջ։ Միջև իշխանության հետույքը մտնել, կործանարար բաները կանխեք նոր մտել։ Մարդիկ կան այնքան են այդ հետույքը լրված, որ ասենք շան հոտ է գալիս, որ մի արեք, հելեք այդ հաստաղիքից։ Լավ, ես կարծում եմ, որ այսօրվա մեր ընդհանուր առմամբ կարելի ասել սա բանը համապարփակ գնահատական է 7 տարիներին, որտեղ այնքան բան ա եղել իմանալու չի 40 րոպեվա մեջ այդ ամեն ինչին անդրադառնալ, բայց լավ, մեր հիշելով պարտվել ենք, հնարավոր դրվագներին մենք անդրադառնում ենք եւ արձանագրում է հետեւելն այո, այդ պարտությունը արձանագրված է, որ այդ պարտության ամենա իրանց շատ սիրած ժողովուրդ, չէ, ժողովուրդը պարտվել է, ժողովուրդը խաբվել է եւ ինչքան էլ որ զարմանալի է դրա մասին առաջին հայտարարել է պատգամավոր Արաքել Մոսյանը Շմայսը հանրապետության հրապարակում կանգնած է որ զանգվածները ասած գրում են Նիկոլ ասում է Ժորժան Նիկոլը խաբելու է հետո եք հասկանալ ուշալն Շմայսը իմաստուն մարդ իրոք վերջին միտքը ասեմ խնդրեմ ով է Հայաստանի ժողովրդավարության ամենամեծ վնաս տվել այդ ուժեղ գործիչներին հիշենք անցյալի նաեւ Վազգեն Սարգսյան Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան ես իմ պատասխանը կլինի հետևյալը Հայաստանի ժողովրդավարությանը եւ ժողովրդավարական ապագային ամենամեծ վնասը տվել է Նիկոլ Փաշինյանը ոչ թե որ Վազգեն Սարգսյանից ավելի ուժեղ է եւ ավտորիտար չէ ուղղակի այդ կարևոր գաղափարը եւ այդ կարևոր համակարգը գաղափարն ու պղծել է արժե զրկել է եւ շատ մարդկանց մոտ ասում են էս է ժողովրդավարությունը ժողովրդավարությունը ենթադրում է Ղարաբաղի կորուստ իհարկե չկա կորելացիա չկա դες կապ չկա բայց ինքը կապեց սաղ կապվեց իրար սաղ ապականվեց սաղ եւ ինքը ապականեց եւ պղծեց ինչպես դուք ասացիք ժողովրդավարությունը Սելի այրագիստներ տխուր էր ես կարծում եմ քիչ տխուր էր հույս տալու իմաստով կարծում եմ հույսը այստեղ այն է որ մենք հասկանում ենք ինչա տեղ ունեցել մեր հետ կամ մի քիչ ուշ կամ մի քիչ փուլարփուլ բայց գիտակցում ենք գնահատում ենք այդ գնահատող evaluation ենք անում անգլերեն ասած գնահատման գործընթաց ենք անում եւ այդտեղ հույսը ծնում որտեղ որ հասկանում ես ինչա եղել հիվանդությունը գիտես արդեն հետեւաբար բուժում դեղատոմսնել գիտես ունես այդտեղ մնում է որ բժիշկները այս իմաստով շատանան միանան միավորվեն խոշորանան կոնսոլիդացվեն եւ այդ լուծումը տան իսկ լուծումը տալուն բան չի մնացել մեծ հաշվով սերի հայնակիցներ Միացեք ալիքին, տարածեք այս նյութը, փոխանցեք ձեր ընկերների շրջանում, որ դիտեն բոլորը եւ սպասեք հաջորդ թողարկմանը։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։